Աջակցումը Հայաստան դաշինքին ինչ հույսեր եք կապում այս քաղաքական թիմի հետ։ Առաջի պայմանը, ինչի համար եմ աջակցում, հետևելով Քարոզ Արշավին, բոլորի ծրագրերին միակն ուժն է, որ գալով իշխանության սրանց պատիժը տալու է։ Այդ առաջի պայմանն է, որովհետև այս 7-8 տարվա մեջ այն ամենավատ բաները, որ եղավ մեր ազգի հետ, այդ սրանք արեցին, իրանց Ադրբեջանի ու Թուրքիայի աղբերների աջակցությամբ։ Առաջի պայմանը դա է, երկրորդ պատճառը, որ աջակցում եմ, նայելով 98-2008 այդ 10 տարիները, գալիս ենք այն եզրահանգման, որ Հայաստանում կանգնեց արտագաղթը, բացվեցին լիքը շատ հիմնարկ ձեռնարկություններ, մարդկանց չվճարված թոշակները սկսեցին վճարել, աշխատավարձները պետական աշխատողների և այդ 10 տարվա ընթացքում երկիրը զարգացում ապրեց։ Համեմատության մեջ եթե դնենք մնացած բոլոր քաղաքական ուժերի մեջ, այլ տարբերակ չի մնում։ Այն ղեկավարն է եղել, ով Ալիևի հորը կզցրել է, իրանց բառերն եմ ասում, էլի։ Ռոբերտ Քոչարյանն է եղել, որ այդ 10 տարիների ընթացքում 20 և ավել պետություններ ճանաչեցին հայոց ցեղասպանությունը, որը որ սրանք արդեն մերժում են, մոռացության են տալիս։ Սփյուռքը համախմբվեց Հայաստանի շուրջ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, ու այդ ընթացքում մենք զգացինք ինչքան ծաղկեց Հայաստանը, դիվանագիտությունը մեր արտաքին դիվանագիտությունը, քաղաքականությունը, մեր դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել այդ 10 տարիների ընթացքում։ Ինձ թվում է ամենակարևոր պայմաններից երևի 2-3-ը ես նշեցի։ Եվ քարտեզի մասին կուզենք։ Քարտեզը այս իմ սրտի ցանկության քարտեզը չի, բայց այն ինչը մենք տեսել ենք, աչքներս բացել ենք ու այս տեսել ենք, որ սկսել ենք հասկանալ, մանկապարտեզից հետո այս տեսել ենք կոնկրետ։ Ավելն է եղել, բայց կոնկրետ սա ունեցել ենք, այս պայմաններում սրանց օրոք բոլորս էլ տեսանք։ Դե մինչև 18 թիվը։ Մինչև 20 թիվը, դե 18 թիվը ես ինչի համար եմ ասում, սրանց իշխանության գալու տարին եմ նշում, որովհետև ինձ պարզ է եղել սրանք ինչի համար են գալիս, սրա գրած գիրքը, որ նայում ես, ինչեր է ինքը գրել այդ գրքի մեջ, այդ գիրքն էլ օդից չեն գրում, մարդը գրում է իր մտքերը, իր պատկերացումները, ինքը ինչ հասկացել է իր ապրած կյանքում, վերածում թղթի, սարքում է գիրք, տպագրում է, ու այդ ամեն ինչի ինչ տեղ ունեցավ այս 7-8 տարվա մեջ իր գրքի մեջ այդ ամբողջը գրված է։ Իր կենսագրությունը նայելով ես արդեն իմ համար պարզ էր ինչ է լինելու, ու ցավոք սրտի այդ ամեն ինչը իրականացավ, բայց ինձ թվում է սրանք իրանց արժանի պատիժը կստանան ու մենք ամսի 8-ին, հունիսի 8-ին լրիվ նոր Հայաստանում կզարթնենք ու այս ընթացքը դեպի անդունդ կկասեցնենք ու կսկսվի մեր երկրի վերելքը։